Սիրելի հայրենակիցներ, մամենտ իստինի։ Հենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի։ Փաշինյանը միայն տարեստզբին է խոստովանել 2019-ի բանակցային առաջարկի գոյությունը։ Նախքան պատերազմը 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։ Քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Այդ 19 թվականին ներկայացված պլանի մասին ոչ ոք իրազեկված չի եղել։ 5 միլիարդ դոլարի խոսակցություն է եղել։ Հազարավոր երիտասարդներ չեն զոհվում։ Եթե Նիկոլը 19 թվին ցենց չաներ, թե Նիկոլն ընտրվի Էլեն անելու։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, որպեսզի ձեզ բարդ ինչ-որ տեքստերով չծանրաբեռնեն քաղաքական գործիչները, նախկին իշխանությունների, գործող իշխանությունների ինչ-որ մեղրի պլանը քիվեց թե բանը, արատը մեղրի, նորմալ մի րոպե դրա համար մենք հիմա իրար շատ հանգիստ առանց բարդացնելու այս խոսակցությունը, առանց խուճուճ բաներ խոսալու կբացատրենք թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա լսում ենք Ազատություն ռադիոկայանի մի հրաշալի ռեպորտաժ, խնդրեմ։ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող փաստաթղթեր։ Թվով 13-ը, դրանց շարքում նաև Մինսկի խմբի համանախագահների 2019-ի հունիսով թվագրված այն առաջարկը, որը տևական ժամանակ ներկա ու նախկին 3 իշխանությունների ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքների թեման է։ Իսկապես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդել, հրապարակված փաստաթուղթը սկսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ բառերով։ Չնայած առաջարկի պահին Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր էր, ղեկավարն էլ վարչապետը։ Փաթեթային լուծում ենթադրող առաջարկը նախատեսում էր Ադրբեջանի 7 շրջանների վերադարձ պայմանով, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը պահպանվի։ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետում ՄԱԿ-ի կամ ԵԱԿ-ի հովանու ներքո համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը եւ կունենար իրավաբանորեն պարտադիր բնույթ համաձայն միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների։ Դրանով հանդերձ քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձևակերպումը որևէ կերպ չէր սահմանափակվի եւ ցանկացած արդյունք կհարգվեր կողմերի կողմից։ Առաջին փուլը ներառում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո 5 շրջանների Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայելի, լսեցիք չէ, միջազգային խաղաղապահ ուժեր։ Ու սա էս, որ ասում են Լավրովը բանը, ռուսներն ուզում էին գան բան, էս էտա։ Միջազգային խաղաղապահ ուժեր, որտեվ այդ ժամանակ դեռ միջազգային հանրությունը Ռուսաստանի հետ նորմալ աշխատում էին իրար հետ եւ այս կոնֆլիկտի իմաստով ունեին միասնական դիրքորոշում։ Համամիտ էին, գնացին առաջ։ Անգելանի Կուբատլուի վերադարձ Ադրբեջանին։ Քելվաջարն ու Լաչինը պետք է մնային ԵԱԿ դիտարկման ներքո, իսկ ապաշրջափակմանն ուղղված քայլերը արդեն պետք է սկսեին 5 շրջաններից ուժերը դուրս բերելուն զուգահեռ։ Մինչև Լեռնային Ղարաբաղի Այսինքն նայեք, 7 շրջաններ կային, որ Ադրբեջանն ասում էր գրավել եք, դեպ դա Ղարաբաղ չի։ 7 շրջաններ կային, որ Ադրբեջանը դա էր պնդում, ասում էր դա լղիմը չի, բան եւ այլն, էս էր քննարկվում։ Հիմա այդ 7 շրջաններից 5 շրջանը պետք է զորքերը մենք հանեինք, մեր վերահսկողությունից դուրս թողնեինք, անցնել Ադրբեջանին, երկու շրջանները, այսինքն Լաչինն ու Քելբաջարը անցնում է ԵԱԿ-ին, ԵԱԿ վերահսկողության, այսինքն միջազգային ուժերին, հիշեք, բնականաբար հայերը մենք կարող ենք գնալ գալ եւ արցախցիները գնացինք առաջ։ Վերջնական կարգավիճակի լուծումը Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ու տենց պետք է մարդիկ ապրեին հանգիստ մինչև վերջնական կարգավիճակի լուծումը, իսկ վերջնական կարգավիճակի լուծում, որքանով որ բոլորիս հայտնի է, մեծ հաշվով չէր լինելու։ Հայկական Արցախ մնալու միակ բանաձևը այս ձևով մնալ ապրելն էր։ Գնացինք առաջ, այսինքն վերջնական լուծում, կարգավիճակը պետք փնտրել ման, այդ փնտրտուքը բերեց կործանման, գնացինք առաջ։ աջակցությամբ ճանաչվելու էին Լեռնային Ղարաբաղում կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքները։ Բանակցային փաստաթղթերի հրապարակումից կարճ ժամանակ անց ընդդիմադիրները սկսեցին արձագանքել ըստ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի իրենց պնդումները հաստատեցին, եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, կլիներ խաղաղություն, ապաշրջափակում, դե ֆակտո անկախ Արցախ։ Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը սակայն կրկին բարձրացրել է այս առաջարկին պաշտոնական Երևանի պատասխանը հրապարակելու անհրաժեշտությունը, որը հրապարակված փաստաթղթերում չկա։ Կա երկու հնարավոր բացատրություն։ Առաջին, Փաշինյանը կանգնում է պաշտոնական պատասխանը, ինչը ել ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը։ Երկրորդ, պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում, որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը, փաստորեն մերժելով բանակցությունները եւ բացելով կործանարար պատերազմի դուռը։ Փաշինյանը միայն տարեստզբին է խոստովանել 2019-ի բանակցային առաջարկի գոյությունը։ Նախքան պատերազմը 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։ Սիրելի հայրենակիցներ, մամենտ իստինի, մի ուշադիր լսեք։ Մենք եղել ենք պարլամենտում, ճիշտ է 18 թվականին։ Այդ 19 թվականին ներկայացված պլանի մասին ոչ ոք իրազեկված չի եղել։ Ոչ ոք, այսինքն իմացել է Նիկոլ Փաշինյանը, ԱԳ-նախարար Զորաբ Մնացականյանը եւ ես երկուսին էլ հրավիրել եմ ֆրակցիա, երկուսին էլ ասել են ոչ մի բան չկա, ոչ մի թուղթ չկա, ասում եմ Լավրովը ընդդեից ասում այն ինչ-որ թուղթ կա, ասում եմ չկա, ոչ մի բան չկա։ Նույն ժամանակ ինչի եմ ես հրավիրել։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Նաշոյանն էլ խոսացել։ Հայտարարում էին, որ Նիկոլն եկել է հողերը տա, Նիկոլն եկել է հողերը տա, Նիկոլն եկել է հողերը տա, այսինքն տեսեք, Սերժ Սարգսյանն է իմացել, որ այս թուղթը կա, որտեվ իմացել որ այս թուղթը կա, եթե Նիկոլը գնա այս լուծման, իրանք ասեն հողերը տվեց։
Չգնայես լուսման կլինի պատերազմ, ոնց որ точно եղել է։ Բայց իրանք իմացել են, որ sense թուղթ կա ու չեն ասել, որ Նիկոլ ջան, գնա էսի արա, պատերազմ չլինի, մենք գիտենք ինչ բանակ ունենք, մենք գիտենք ինչ իրավիճակ կա տարածաշրջանում, մենք գիտենք ինչքան զենք է առել Ադրբեջանը։ Եվ լինելու է պարտություն, գնա էս արա, մենք քո հետ հարց չունենք, մենք չենք ասի դու եկար ես հողերը տաս, բայց չէ, իրանք արել են ընդհակառակը, Նիկոլն եկել է հողերը տա, Նիկոլն եկել է հողերը տա ու մի, ասենք ես զարմանում եմ, որ դեռ իրանք հիմա խոսում են այս թեմաներով, էլի, բայց լավ։ Բայց խնդրեմն ի՞նչն է, որ ամբողջ խորհրդանական կառավարման երկրը Բարգավաճ Հայաստան ֆրակցիա եղել, Լուսավոր Հայաստան ֆրակցիա եղել, Իմ քայլը դաշինք ֆրակցիա եղել։ Երեք ֆրակցիաները բացարձակապես տեղյակ չեն եղել, որ sense պլանա ներկայացած։ Այսինքն Նիկոլա անձամբ ինքը ու իր արտգործնախարարը մեկ է կարող եմ երկու հոգի մարդը իմացել, չգիտեմ։ Բայց ոչ ոք չի իմացել, որ sense բան կա, մինչև այս տարի իրանք բոլորը հերքել են, նայեք, ես հետո 22 թվականի 24 թվականը այս խաղաղության բանակցությունների մեջ ներգրաված եմ, չէ՞ եղել, այս խաղաղության պայմանագրի։ Հա, այդտեղ էլ ոչ մեկ չի իմացել, որ sense պլան կա, ոչ մեկը չի տեսել սա։ Շատ կարևոր է արձանագրել, էլի, որ իրանք վերցրել են այս պատասխանատվությունը, թաքցրել են բոլորից, կամ չեն պատասխանել այս պլանին, որ չկա դե պատասխանել հրապարակած չի, կամ պատասխանել են չեն հրապարակում, թե ինչ են գրել, որը կարող է խայտարակություն, հա, ու երկու պարագայում էլ խնդրեմ է իրանց համար, ու ըստ էության երկիրը մտցել են պատերազմի մեջ։ Այսինքն մենք բոլորս մտածել ենք, որ այլընտրանք չկա պատերազմին։ Էսա պատերազմա, դե պատերազմա։ Բայց կա այլընտրանք եւ այս այլընտրանքը սա է խաղաղության պլանն է, որը թաքցվել է բոլորից։ Հիմա շարունակում ենք։ Ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Բանակցությունների սեղանի միշտ թուղթ ա եղել, տենց Տեսեք, այն ժամանակ ասում էր չկա։ Ես հրավիրել եմ ֆրակցիա, ինձ էլ ասել չկա, Զորաբնացականն նայել ասել չկա։ Տեսեք, ու այդ ժամանակաշրջանը, որ ասում չկա, հետո ասում սեղանին միշտ ինչ որ թուղթ կա։ Չի եղել, տենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի։ Մինչ Արցախը Ադրբեջանի կազմում 2022-ին ճանաչած պաշտ Գնացինք սիրելի հայրենակիցներ, հիմա եկեք մեկնաբանենք այս ամեն ինչը։ Ձեզ բարդ բաներ են ներկայացնում, ինչ որ խուճուճ բաներ։ Ախր քիվեստում մեղրին հիմա կա, քննարկում են, ախր մեղրին էին ուզում տալ եւ մեղրի տալը հոկտեմբերի 27, ուրեմն հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ասեմ։ Այս երկրում մի քանի 100 մարդ կամ մի քանի տասնյակ ընտանիքներ հոկտեմբերի 27-ի տրագեդիան կապիտալիզացրել են, սարքել են քեշ փող պաշտոններ ու վայելել են։ Ես արդեն քանի տարի հոկտեմբերի 27-ը եղել է։ Վայելել են այդ տրագեդիան։ Այդ տրագեդիան մինչև այսօր շահարկում են եւ մինչև այսօր այդ տրագեդիան վերենացան պաշտոնների, փողի, ազդեցության, չգիտեմ ինչի։ Հասկանում եք։ Դրանից հետո մարտի մեկն է դարձել ինչ որ թեմա, որը պետքա սարքել քեշ փող սարքել, շահարկել զոհերին եւ սարքել քեշ փող։ Հիմա հոկտեմբերի 27-ը չէ որ բան, ախպեր ջան, լա այդ սաղ գնա, այդ սաղ արդեն բանա, անիմաստ է, հասկանում եք այդ քննարկումները։ Գլխավոր հարցը քննարկումը հետեւյալն է։ Պատերազմը լայնամասշտաբ սկսել է 20 թվականի սեպտեմբերի 27-ին, ճիշտ է։ Հենց սկսել է կառավարությունը հայտարարել ռազմական դրություն, առանց որևէ մեկի հետ քննարկելու, կառավարությունը նիստ արավ հատուկ։ Հայտարարել ռազմական դրություն ամբողջական զորահավաք մինչև 50 տարեկանը։ Իրավունքի ուժով գումարվել ազգային ժողովի նիստ, այդ ազգային ժողովի նիստի ժամանակ եկել է ասել է, որ սա մենք ոչ մի միլիմետր չպետքա զիջենք, գնում ենք մեռնենք։ Եվ բոլորս մտել ենք այդ process-ի մեջ, այդ տրամաբանության, այդ լոգիկայի, այդ մտքի եւ այլ։ Հիմա ինչա բացահայտվեց էլի հայրենակիցներ, որ կարար այդ պատերազմը բացարձակապես չլիներ։ Արդյոք ժողովուրդը սա ինձ հետևություններ անելու։ Կան ընդդիմադիրներ, որ ասում են պայթյուն դուրս կգա, որ այս թղթերը հրապարակվի։ Ես պնդում եմ, որ ոչ մի պայթյուն չի դուրս գալու։ Ինչու՞, որովհետեւ այս թեմաները Նիկոլ Փաշինյանը մարսել է արդեն։ Արդեն այնքան խոսացել է սրանից։ Ընդ որում խոսակցությունը գնում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ինքը ասում է, եկեք բանավիճենք արա, դե եկեք, դե կարակ հիմա հրապարակել եմ։ Տղա եք, դե եկեք, նրանք ասում են, դու ով ես քո այդ բանավիճենք արաբան։ Այս ու այդտեղ այս ամեն ինչը բան արվում, աղացի պես աղվում, այլ աղացը գնացել է։ Հիմա մեր համար որպես սովորական քաղաքացիներ, ո՞րն է հետևությունը։ Կարար չլիներ 20 թվականի պատերազմը, միանշանակ կարար չլիներ։ Կարային այս պլանը իրականացնեին եւ Արցախում 150,000 մարդ որպես հայկական դպրոցներում, հայկական եկեղեցու մեր հայրաքրական Սուրբ եկեղեցի բան, սաղ մնար ոնց կա։ Չեն արել, ընդ որում ոչ միայն չի արել Նիկոլը, չի արել իրանց առաջ Սերժը, հասկանում եք, չեն արել այս պլանը
բերել են մեր գլխին պատերազմ հազարավոր զոհեր։ Հետեւաբար երկու կողմն է խոսալու տեղ չունեն բացարձակապես մի բառ ավել ասելու տեղ չունեն, մի լսեք դրանց։ Չունեն ոչ մի բան ասելու, իրավունք չունեն։ Եվ այս արհավիրքի ֆոնի վրա մենք գնում ենք հունիս ամսին ընտրությունների։ Հիմա եթե ձեզ թվում է որ Նիկոլ իմանար որ այս թղթերն իրան վնաս կտա, այս կիսատ պրատ անգամ հրապարակումը, կիսատ հրապարակ է դե։ Չէ հրապարակի։ Ինտերնետ չի որ իրան բանը թոգը գցել են վզից խեղդեմ։ Չէ հրապարակ։ Բայց քանի որ այս թեման էլ իրան ձեռնտու է արդեն շարունակել շահարկել է, որտեղ հրավիրիմա բանավեճի գնացող չկա։ Ինքը հրապարակը ասում է եկեք Ղարաբան։ Էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն։ Ինչ պետք է պատմելու բան չկա։ Այս թեմավ ես պատրաստ եմ ամեն րոպե իր հետ բանավիճեմ, ամեն վարքյան, երբ ուզենա, ում հետ ուզում գա։ Ու ինքն ու Զորաբ Նացականյանը կարան գան բանավեճի, որտեղ երկուսին էլ որպես խմբակցություն եկավ հավիրել եմ Լուսավոր Հայաստան խմբակցություն, եկել են սուրճ ենք խմել, խոսել ենք։ Հենց այն ժամանակ որ սեղանի վրա դրած այլ այս թուղթեր հրապարակման ժամանակ եւ իրանք ասել են չկա նետու թուղթ չկա եւ բերել են պատերազմ հիմա դրա համար բայց ինքը չի գա բանավեճի իմ հետ ինքը ուզում է բանավեճի նախկին նախագահների հետ որոնց ասենք չգիտեմ ինչ են բանավեճելու նա ասում է մենք այդ բանավեճերը չունենք դու ով ես ասում են որ այդ բանավիճենք ու տենց այդ դա համար եմ ասում այդ փաթեթը պետք է դնել մի կողմ այս թեման բանը արդեն ասեք ինչքան ուզում է դուք ելեք ասեք ինքը էլեկտորալ նշանակություն չունի ինքը ունի հարցումներ ուսումնասիրություններ գիտի որ ժողովուրդը սանով չի որոշելու ում ընտրի ժողովուրդը հաշվում է sense որ դե ինչ եղել է հասկանում եք դե ինչ է դե արդեն դե մի sense է եղել է հա բայց հիմա կա ասֆալտ կա այն վանման խաղաղություն ենք մենք ուզում ենք խաղաղություն ուզողները որ թուղթը սեղանի վրա դրած չեն տանում խաղաղության էսա Դա մա Ժորժան մի մտեք այդ բարդ խոսակցությունների մեջ քի վեստը չգիտեմ ինչը եսին ոնց է հստակ եղել ավելին ձեզ ասեմ ոչ միայն այս 5 շրջանները կարային տային ու խաղաղություն լիներ դրա դիմաց նաև բացահայտված է որ 5 միլիարդ դոլարի խոսակցություն է եղել միլիարդավոր դոլարների խոսակցություն է եղել որը Հայաստանը կարող ստանալ այս ռեգիոնը զարգացնելու համար այսինքն նայեք հայկական բանակը չի ջախջախվում ոնց կա տենց մնում է հազարավոր երիտասարդներ չեն զոհվում Այն սահմանագծումը, որ հիմա եկել են մտել Հայաստանի տարածք, Հայաստանից ինչ ուզում խլում են, վերցնում են ընտրություններից, եթե Նիկոլն ընտրվի էլ են անելու։ Այդ ամեն ինչ, այդ արհավիրքը մեր հետ չէր կարող տեղի ունենալ։ Այս նվաստացումը, այս այլանդակությունը, ինչի միջով մենք անցնում ենք, չէր կարող ալնել որևէ ձևի։ Եթե Նիկոլը 19 թվին sense չաներ։ Всё, էս է այս խոսակցությունը։ Մի գնացեք հասեք 90-ականներ, 90 որ թվին չգիտեմ ինչ, բա մեղրին տալիս եք, ախպեր ջան, մեղրին կա, մարդիկ կարում են գնան մեղրին նուրուտ են հիմի։ Հիմի մեկը կարա գնա Ղարաբաղ նուրուտ եք, գնացեք կերեք դե։ Մեղրին։ Իսկ թե մեղրին դուք ինչ եք արել։ Դա པարս կդառնա մեր ժողովրդին։ Այս ձեր նոր դելիմիտացիայի, այսպես կոչված դելիմիտացիայի շրջանակներում, դե դուք ինչ հանցագործության եք հեսա գնալու մեղրիում։ Եվ նաև པարս կդառնա մեր ժողովրդին։ Երբ որ դուք դե ֆակտո եւ դե յուրե կտակ միջանցք Ադրբեջանին, որ արդեն թղթերով տված է Վաշինգտոնում։ Այսքանն է ուզում ձեզ ասեմ, առանց կյանքը բարթացնելու, ուղղակի ժողովրդի լեզվով, որ այս խուճուճ բաների մեջ չմտնեք, էլի, որ ովքեր խոսալու իրավունք չունեն։ Եվ այո, բանավեճ ուժի մեջ է Զորաբ Նացականյանի հետ Նիկոլ Փաշինյանը կարող են գալ բանավեճի, ես իրանց հրավիրում եմ։ Եկեք բանավիճենք 19 թվականի փաստաթղթի շուրջ։ Ինչու 19-ը, որովհետև ես 19 թվին եմ եղել ֆրակցիայի ղեկավար, ես Քիվեստի ժամանակ չեմ եղել։ Քիվեստի ժամանակ ես ծառայում էի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ինչ որ դիրքում, մարտական դիրքում ինձ գծված զենքով կանգնած էի։ Լավ մնացեք, տարածեք այս տեսանյութը սիրելի հայրենակիցներ, միացեք մեր YouTube ալիքին, բազմապատկեք այս էֆեկտը, որ մարդիկ նայեն եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։